Վերջին զանգասերիալում իրադարձությունները հասել են այն շրջանում, երբ ամեն ինչ կարծես կախված է թելից, շատ փխրուն ու միաժամանակ պայթուցիկ։ Սերիալի ավարտին դեռ ժամանակ կա, բայց լարվածությունը, տագնապն ու հոգեբանական ճնշումը հասել են գագաթնակետին։ Հենրին, ով այսքան ժամանակ պահել է գաղտնիքը, այժմ կանգնած է ընտրության առաջ։ Նա Բետիին առաջարկում է բաժանվել, միաժամանակ գիտակցելով, որ Բետիին երբեք ամբողջովին չի սիրել, որովհետև նրա սիրտը միշտ պատկանել է Անգելինային։ Հենրին ծանր որոշման առաջ է՝ մեղքի զգացում, վախ, անորոշություն, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Բայց Բետին պատրաստ չէ լսել այդ խոսքերը։ Նա հասկանում է, որ Հենրին չի սիրում իրեն, բայց չի կարող համաձայնվել բաժանմանը, եւ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բետին դիմում է Միքայելին վճռական ու հստակ։ Նա ասում է, որ եթե Հենրին իր մոտեցումները չփոխի, ինքն Անգելինային կպատմի ճշմարտությունը։ Անգելինային, որի հանդեպ սերն ու հույսերը տարիներ շարունակ թաքնված են եղել, բայց ով հիմա փաստորեն իմանալու է, թե ով է Հենրին։ Բետին հասկանում է, որ Անգելինան իր ամբողջ կյանքում փնտրել է իր ծնողներին, ու Հենրին գիտի այդ գաղտնիքն ու նրան չի ասել։ Բնականաբար, բարձրաձայնելուց հետո Անգելինան փոխելու է իր կարծիքը Հենրիի հանդեպ, բայց նրանց սերն այնքան ուժեղ է, որ ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել այդ սիրուն։ Մյուս կողմից էլ ավագը Անգելինայի հայրը հոգնել է անընդհատ միևնույն հարցերով տանից տուն գնալուց ու անընդհատ թաքուն տեղեկություններ փոխանցելուց։ Նա որոշել է, որ ճշմարտությունը պիտի իմանա Անգելինան, ու թող ինքն ընտրի իր հետագա քայլերը։ Այս ամենը մի խճճված ցանց է։ Հենրիի ու Բետիի սերը, պարտականությունը, Միքայելի գաղտնիքն ու մեղքը, Անգելինայի չգիտակցված սպասումները եւ ավագի վերջնական վճռականությունը բացահայտել են ճշմարտությունը։ Դիտողի համար սա ոչ միայն լարված դրամա է, այլ հոգեբանական փոթորիկ։ Հերոսները կանգնած են ճակատագրական ընտրության առաջ, որտեղ ամեն խոսք, ամեն քայլ ու ամեն բացահայտում կարող է կոտրել կամ միավորել։ Հետաքրքիր է, որ սերիալը ոչ թե ուղղակի ցույց է տալիս այն, ինչ տեղի է ունենում, այլ նաև այն, ինչ տեղի չի ունենում՝ լռություն, սպասում ու ներքին պայքար, որ թաքնված է յուրաքանչյուր հերոսի մեջ։ Արդյունքը դեռ առջևում է։ Անգելինան կիմանա արդյոք ճշմարտությունը եւ իմանալուց հետո ինչպես կարձագանքի։ Արդյոք Հենրին կկարողանա մեղքի զգացումը հաղթահարել։ Բետին կխախտի լռությունը, արդարությունը պահանջելով իր սրտի համար, եւ արդյոք ավագը կտեսնի իր դստեր դեմքն, այն լույսը, որի համար երբևէ պայքարել է։ Սերիալի հաջորդ սերիաները խոստանում են լինել ոչ միայն դրամատիկ, այլ նաև հուզական, ինտրիգային ու անակնկալներով լի։ Դիտողները շունչները պահած սպասում են, թե ինչով կավարտվի այս խճճված ճակատագրերի շղթան։ Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Իհարկե, Բետին հենց սկզբից էլ գիտեր, որ Հենրին նրա հանդեպ երբեք էլ զգացմունքներ չի ունեցել եւ գալու էր այն օրը, երբ սիրո նժարն ավելի ծանր էր լինելու, քան մեղքի զգացումը։ Այդ պատճառով էլ Հենրին որոշել է բաժանվել, հատկապես Միքայելի խոսքերից հետո, որովհետև Միքայելն իր ամբողջ կյանքում ապրել է մի մարդու հետ, ում սիրել է, բայց նրան չեն սիրել։ Իսկ Հենրիի դեպքում հակառակն է։ Նա ապրում է մի մարդու հետ, ում չի սիրում։ Միքայելը շատ լավ հասկանում է, որ այս քայլերը կործանում են իր որդու կյանքն ու որոշել է ինքնակամ համաձայնել, որ Անգելինան ու Հենրին միասին լինեն։ Նա հասկանում է, որ հակառակ դեպքում կկորցնի իր որդու երջանիկ տեսնելու հնարավորությունը։ Իհարկե, Միքայելը շատ լավ հասկանում է, որ միևնույն է, օրերից մի օր այդ գաղտնիքը բացահայտվելու է, քանի որ հավանաբար Աննայից ու Անգելինայից բացի բոլորը գիտեն այդ գաղտնիքի մասին, եւ նա հասկանում է, որ այն այլևս թաքցնել հնարավոր չէ։ Միքայելն ինքն է տալիս հեռախոսը, ու որպեսզի Բետին զանգահարի Անգելինային ու ասի ճշմարտությունը։ Միքայելը ցանկանում է ազատվել այդ ստից ու կեղծիքից, որովհետև այլ կերպ ապրել հնարավոր չէ։ Նա հասկանում է, որ այդ ամենը ծանրացել է իր ուսերին ու խղճին ու իրեն տանջում է։ Ինչ որոշում կկայացնի Բետին։ Արդյոք
Հեռախոսազանգի ընթացքում նա Անգելինային կասի ճշմարտությունը, չէ՞ որ նա որոշել է ասել ու բացել Հենրիի դեմքը: Նա, ինչպես Միքայելին է ասում, Անգելինան պետք է տեսնի Հենրիի իսկական դեմքն ու հասկանա, թե ով է Հենրին, չէ՞ որ նա այսքան ժամանակ թաքցրել է այն գաղտնիքը, որը պետք է դեռ երկար ժամանակ առաջ ասած լիներ ու մայր ու դուստր իրար գտած լինեին: Ինչպես կվերաբերի Աննան Հենրիին, եթե իմանա, որ այդ գաղտնիքը Հենրին գիտի ու թաքցրել է: Իհարկե, դժվար է այս ամենից հետո և Հենրիի, և Աննայի, և Անգելինայի համար, բայց և Աննան, և Անգելինան Հենրիին սիրում են, իհարկե Աննան մայրական սիրով, իսկ Անգելինան իսկական սիրով: Բնականաբար, նրանք ներելու են հեռուստասերիալի ավարտին մոտ, իսկ ինչ պատիժ է նախատեսված Միքայելի համար, ցույց կտա ժամանակը, չէ՞ որ այս ամենի համար պատասխանատու է Միքայելը: Պատասխանատու է նաև Լիլիթը, ով այս ամենը մի հեռախոսազանգով փոխեց բոլորի ճակատագրերը: